Իմ տաղավարում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է եւ զրուցելու ենք հունվարի 12-ից հետո Գյումրիում տեղի ունեցած քաղաքացիական հանրային ընդվզման պատճառների ու հետևանքների մասին։ Բարև ձեզ, Տիկին Խառատյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ցավոք առիթը ողբերգական ու տխուր է, երեք մահացավ նաեւ Ավետիսյանների ընտանիքի վերջին հույսը Սերյոժա Ավետիսյանը եւ այսօր Գյումրիում Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունենում հոգեհանգստի արարողությունը, ինչպես այս կադրերից երևում են, դարձյալ Գյումրին ոտքի է, ինչպես հունվարի 12-ին, 13-ին, 14-ին մինչև 16-ը նորից եկել են սգալու ու խոսակցություններ կան, որ հնարավոր է, որ նորից տեղի ունենա այդ ընդվզման պորտկում գյումրեցիների մեջ, որովհետև առ այսօր իշխանությունները գործուն քայլեր չեն արել, որը հույս կներշնչի, որ ոչրագործություն կատարած անձը կամ անձինք կբացահայտվեն եւ համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենքի օրենսդրության կստանան իրենց պատիժը։ Այնինչ տեղի ունեցավ 15-ին, 16-ին Տիկին Խառատյան, ինչով էր պայմանավորված, նկատի ունեմ քաղաքացիների այդ բողոքի ճիճը, ընդվզումը։ Ես կսահմանափակվեի ասելով այն ինչ տեղի ունեցավ մինչև օգոստոսի 10, հունվարի 15-ը, ինձ համար հունվարի 15-ը տեսավ մի տեսակ սպասելիքների աշխարհայացքային նաև վստակեցումների եւ Հայաստանի քաղաքացիական բնակչության ակնկալիքների Հայաստանի իշխանություն եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար ջրբաժան եղավ։ Կարծում եմ, որ ամենամեծ իհարկե առիթը դուք առիթը չասեմ, դա նույնիսկ առիթ չէր, առիթը շատ ցավով եմ ասում, այս սպանությունն ինքն էր։ Բայց պատճառը դուք ինքներդ կարծում եմ հստակ ասեցիք, որ գյումրեցիների համար շատ անակնկալ էր, որ առաջին օրը հանրապետության նախագահի կողմից հայտարարված չասեմ խոստումը, դա խոստում չէր, դա Հայաստանի Հանրապետության նախագահի որոշումն էր, նախագահությունից հայտարարությունը, որ նախագահը շատ արագ հրավիրել է խորհրդակցություն քննարկում եւ անմիջապես հրահանգել է գործը շատ արագ հետևել, գտնել, պարզել, քննել եւ Հայաստանի Հանրապետության նախագահ այս գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ։ Կարծում եմ, որ սա հենց այն առաջին խոսքերն էին, որը գյումրեցիներին հունվարի 12-ին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հունվարի 12-ին պահեցին հենց այն դաշտում, որ այսպիսի իրավիճակում պետք է մարդիկ լինեն սպասելիքների, հանցագործի փնտրտուքի եւ միմյանց հետ քննարկումների նախ զարհուրելի բան է, այդ դրանց յետ գալ հասկանալ ինչ է նշանակում ամբողջ ընտանիքի այս կոտորած սպանդը եւ բոլորը քննարկում էին կարծում եմ բացի զգայական ծանր ապրումը քննարկում էին բավական հանգիստ էմոցիոնալը դա նախ եւ առաջ կատարված դեպքն էր ոչ թե դրա հետ կապված հնարավոր հանգամանքները եւ մարդիկ քննարկում էին հասկանալ ինչպես գտնել հանցագործին ինչու է հանցագործության վայրում այդքան շատ կարծեք հանցանշաններ կարծես միտումնավոր թողնված եւ դրանք բոլորը այո քննարկման փուլին ինչու ինչպես եւ այլն եւ հանկարծ նույն օգոստոսի հենց ներողություն ինչու հունվարի հենց 13-ին պարզվում է որ այս գործը Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորություններից դուրս է ուղղակի իհարկե այդ բառերը չեն ասում բայց ակնհայտ է դառնում որ Հայաստանի բռնում են, հանձնում են, ում են հանձնում, ինչպես են հանձնում, ինչ է կատարում, սրանց արդեն չանդրադառնում, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարծում եմ հանկարծ զգացին եւ հասկացան, որ անզոր են ոչ միայն իրենց իշխանությունների հետ հարաբերություններում, այլև անզոր է Հայաստանի իշխանությունը մեկ այլ երկրի, թեկուզ դաշնակից երկրի իշխանությունների հետ ունեցած հարաբերությունները։ Նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը տուժողի, փաստացի տուժողի կարգավիճակում է։ Դա ցանկացած իրավիճակում պիտի երևար եւ երևաց այն, որ մեզ համար գոնե քաղաքացիներս համար ակնհայտ էր, որ ԵՏՄ Հայաստանի մուտքը դա հարկադրված եւ հնազանդեցված մի քայլ է
դրանց հետ տարվող բոլոր կարգերը, հուզումները, ուզում եմ չեմ ուզումները, պայմանները ԵՏՄ մտնելու, անկախ նրանից ուզում եմ չեմ ուզումների եւ այլն, որ սրանք բոլորը անշուշտ անցյալ տարվա թեժ կարգերի եւ քննարկումների հենքում էին, սա հարցի մի կողմն էր։ Հարցի մյուս կողմը հենց այն եղավ, որ չափազանց բռի եւ կոպիտ ուղղակի մեր դաշնակից Ռուսաստանը մեզ կարելի ասել շատ վատ եմ զգում այս բառը ասելու, կարելի ասել ոտքի մի հարվածով ցույց տվեց այն տեղը, որը ինքը վերապահել է իր դաշնակցի համար։ Եվ կարծում եմ, որ ուղղակի հաջորդող իրադարձությունները հենց սրան տարան, թե Հայաստանի Հանրապետության դատախազի այսպես բարձրագույն հռետորաբանության ոճով արված թերի հայտարարությունները, թերի էլ չէ, շատ հստակ, բայց կարծեք ուղղակի հնազանդության երթումի հայտարարությունները, թե հանրապետության քաղաքական եւ պաշտոնական առաջին կամ առաջին մակերևույթի վրա գտնվող դեմքերի կողմից արվող անորոշ անհասկանալի կոչերը՝ մի եղեք, մենք չունենք, մենք մեր դաշնակցի հետ հավատարմություն ունենք, մենք չունենք ռուսատյացություն, ինչ ատելության մասին էր խոսքը, այսինքն այնքան այս բոլորը ոչ իրականության հետ եզր ունեցող վարք էին, որ սրանք բոլորը բերեցին մինչև հունվարի 15-ի այն իրավիճակին, երբ բնակչությունը հասկացավ, տեսավ, ակնհայտ զգաց, ինչ է նշանակում չկարողանալ իր երկրի իշխանության հետ հարց քննարկել։ Քննարկման մակարդակը իջավ քարերի եւ վահաններով կանգնած ոստիկանների եւ բորբոքված կրքերը ի վերջո արդյունքում ավարտվեցին բախումնային եւ այս ամբողջ ընթացքում ցավոք սրտի թե հայկական իշխանությունների խիստ пассив կրավորական սպասողական դատապարտող կեցվածքը եւ թե ռուսական իշխանությունների եւ ռուսական լրատվամիջոցների կրակին յուղ լցնող թեթև փոքր հայտարարությունները, որոնք մեծ հաշվով կամ չմտածված էին, կամ մտածված լինելու դեպքում ուղղակի մենք կրկին փոխվեցին, երբ երեք Վլադիմիր Պուտինը հանդես եկավ Ես կարծում եմ դրանից մի քիչ էլ առաջ, այսինքն կարծում եմ, որ ըստ երևույթին Պուտինան մոտ հասունացան խնդիր, որ պետք է հրահանգավորել լրատվական դաշտում փոփոխություն կատարել եւ լրատվական դաշտը մի քիչ ավելի շուտ քան այդ Հայաստանում միայն Սերժ Սարգսյանի նման մարդիկ չեն, կան մարդիկ, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց երկրի արժանապատվությունը։ Կարծում եմ Պուտինին դա զգալի չափով հասկացրին, ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, այլ նաև Ռուսաստանում դեռևս թափությունը լրիվ չկորցրած մտավորական եւ քաղաքական դաշտի առանձին մարդիկ եւ Պուտինը, այսինքն դա իրականում մի թույլ ժեստ էր։ Պուտինը գնաց միայն այնքանի, որքանի կարող էր թույլ տալ ձրժավնեսցի նրա ամբիցիան, նա ընդհանրապես հայտարարեցին հեռախոսազրույցի մասին, որտեղ մարդը պարզ ասաց, որ հույսեր մի կապեք Հայաստանում ինչ-որ դատավարության եւ այլն, բայց եթե շատ եք ուզում, մենք ձեր երեխայի բուժման խնդիրներով կարող ենք զբաղվել։ Որից հետո միայն արդեն Ավետիսյան, Սերյոժայի մահից հետո Սերժ Սարգսյանը առաջին անգամ այս ամբողջ դեպքերից հետո հանդես եկավ ցավակցական խոսքով եւ այսօր համաձայն եմ, բայց ես ճիշտն ասած այս պահին Սերժ Սարգսյանի մասին բնավ չեմ ուզում այսինքն խոսել, որովհետև ես ինչքան հասկանում ու տեսնում, Սերժ Սարգսյանը ինքը այնպեսի շոկի մեջ էր, մարդը վերջապես, ինքը այնպեսի շոկի մեջ էր այն վերաբերմունքից, որին նա հանդիպել էր այս ուղղակի ամենաանցանկալի, անհասկանալի իր համար անտրամ, նաև նույնիսկ իր համար անտրամը բանական իրավիճակում, ես այմ կարծիքն եմ անշուշտ ասում, Ռուսաստանի կողմից նկատի։ Այո, Ռուսաստանի կողմից, այսինքն Ռուսաստանը գիտի, որ այս երկրի նախագահ, իր դաշնակից երկրի նախագահ արդեն հայտարարել է, որ ինքը իր վերահսկողության տակ է վերցնում այս գործի արդյունավետ ավարտը մինչև եւ անպայման բոլոր մեղավորները կկրեն արդար դատավարություն եւ այլն եւ այս բոլորից հետո այն զարգացումները, որ եղան մաթափ տալու մակարդակով, թե դուք ով եք, որ կա իրավունք ունենաք խոսել ձեր երկրի տարածքում կատարված, ձեր քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությանը, բայց ռուսական զինվորականի հետագա ճակատագրի կամ այս հանցագործության քննարկման խնդիրները։ Սա շատ կարծում եմ բռի կերպով էր, շատ
անզուսպ թշնամական կերպով էր եւ ես կարծում եմ որ Սերժ Սարգսյան մարդկայնորեն ուղղակի պետք է շոկի մեջ լիներ։ Ես ուղղակի չեմ պատկերացնում ինքը ինչպես պետք է հաղթահարեր այդ ես կասեի ամոթը, որպեսզի իր երկրի քաղաքացիների հետ կարողանար հետագա ինչի վրա կառուցել այս երևույթի հետ կապված հետագա գործողությունները։ Անկեղծ ասած իմ զգացումը այդպիսին է եւ դե հիմա 5-6 օր է անցել եւ մարդը գուցե մի քիչ ուշքի է եկել եւ արդեն ցավակցական խոսքերը եւ այսինքն պաշտոնական մարմնից սպասվելիք մինիմալ պատշաճությունը եւ այդ պատշաճության արտաքին դրսևորումը կա կլինի երևի նաեւ առաջիկայում բայց ըստ էության այս ամբողջ 5-6 օրը ցույց տվեց թե որտեղ է Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակից հարաբերություններում ինչ է սպասվում մեր երկրին այն ինչի մասին իհարկե տեսականորեն շատ էր խոսվում բայց այն ինչ գործնականում մենք հանդիպեցինք հենց այս օրերին եւ Տիկին Խառատյան հիմա շատ է խոսվում հանրային այս էմոցիոնալ դրսևորումները շահարկելու անցանկալի ուղղությամբ ուղղորդելու կամ գուցե ցանկալի ուղղությամբ տանելու եւ պետք եկած արդյունքին հասնելու համար ինչ է հնարավոր անել առհասարակ այս ողբերգությունը չշահարկելու եւ այն քաղաքական տարբեր դիվիդենդներ չհավաքելու ուղղությամբ Կարծում եմ որ նախ եւ առաջ արդեն շահարկվել է եւ շահարկվել է մի քանի իմաստով նախ եւ առաջ հանցագործության նկատմամբ մեր հանրային բնական արձագանքի նկատմամբ արդեն գնահատական կա, նրա անունը դրվել է ընդդիմադիր քաղաքական վարք։ Այսինքն եթե մարդիկ պահանջում էին պարզ հանցագործության նկատմամբ պարզ իրավունքի կիրառում ընդունվածի շրջանակներում ուղղակի պահանջել մի բան, որը Ռուսաստանի հետ իրավական հարթությունում է, արդեն ընդդիմադիր քաղաքական վարք գնահատական ունի եւ արդեն սրանով շահարկված է։ Հիմա եթե սա այսինքն հիմա այդ շահարկողը ես համարում եմ որ այդ շահարկողը այն մարդիկ էին ովքեր այս երևույթի նկատմամբ կոչեր էին անում ռուսատյացություն չկա չի լինի չէ ինչպես են ասում հակառուսականություն չկա եւ այլն այս բոլոր խոբերի մեջ մեղադրում են ժողովրդին մարդիկ որոնք ժողովրդական զայրույթը որակեցին որպես հարբածների չգիտակցված մի դեբոշ եւ այլն ես կարծում եմ որպեսի խնդիրը իսկապես չքաղաքականանա եւ չշահարկվի այս մարդիկ պետք է ետ վերցնեն իրենց այս որակումները այս մարդիկ պետք է հայտարարեն որ իսկապես մեր ժողովրդի այս բնական արձագանքը կատարվող երևույթների նկատմամբ կուտակված եւ պատասխան չստացած եւ գործնականում արտահայտված երևույթի շատ նորմալ, բնական եւ գիտակցված արձագանքեր։ Չէ, մենք Գյումրիում արդեն 10 տարի, 10 տարուց ավել խոսվում է այսպիսի հնարավորությունների մասին, բարձրաձայնվում է։ Սրանք բոլորը անընդհատ ստանում են մի պատասխան։ Դա հակառուսականություն է։ Մի արեք այդպիսի բանը, հիմա էլ նույն բանը։ Այսինքն հիմա գյումրեցիները փնտրում են ձև ինչպես իրենց պաշտպանությունը կազմակերպեն, ոչ թե երկիրը կազմակերպի, ոչ թե պետությունը կազմակերպի, այլ ինչպես իրենց պաշտպանությունը կազմակերպեն։ Սա աննորմալ եւ բացարձակ իրավիճակին համապատասխանող, բայց տրամաբանությանը չհամապատասխանող մի երևույթ է։ Եվ ես կարծում եմ, որ մեր երկրի պաշտոնատարները պետք է իսկապես լրջորեն գնահատեն, վերագնահատեն, ես չեմ ասում քաղաքականությունը, դա բոլորովին այլ խոսակցության թեմա է, բայց այս ողբերգության եւ այս ոճիրագործության նկատմամբ մեր հանրային թե զգացական, թե զգայական, թե տրամաբանական, թե պահանջատիրական, թե քաղաքացիական ընդվզման իրենց տված գնահատականը փոխեն, հասկանան, որ սա նորմալ էր, ինչպես մոտավորապես արեց օրինակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը շատ նորմալ եւ adekvat գնահատեց եւ նույնիսկ զարմացավ, թե ինչու չեն գրավոր ձևակերպում մարդիկն եւ այդ պահանջը։ Չնայած ես այստեղից Ֆելիքս Ցոլակյանին կասեի, որ մարդիկ չեն կարող գրավոր պահանջել մի բան, ինչ արդեն օրենքում կա։ Այսինքն գրավոր պահանջեն ասեն դուք օրենքը կատարեք, շատ տարօրինակ եւ անհասկանալի բան է, բայց լավ, համարենք, որ սա այդպես է, բայց նրա գնահատականը իրավիճակին շատ ավելի հավասարակշռ եւ նորմալ էր եւ այդ օրինակով կոչ անել
մեր երկրի դատախազության, իրավապահ եւ քաղաքական առաջնորդներին վերանայել Հայաստանում եղած այս ընդվզման իրենց արժևորումը։ Այդ դեպքում կարծում եմ, եթե այդքան քաջություն եւ այդքան թող ներվի ինձ ասել մարդկայնություն կգտնվի, դա նաեւ շանս կտա փորձել հասկանալ ինչպես Հայաստանի Հանրապետության բնակչության Գյումրիի քաղաքացիների հետ երկխոսելով լուծում գտնել ստեղծված իրավիճակից։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Խառատյան մեկնաբանությունների համար։ Հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում Երևան-Գյումրի։ Իմ գործընկերներ Թաթուլ Հակոբյանը եւ Արտակ Համբարձումյանը այս պահին Գյումրիում են, Սուրբ Նշան եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում Սերյոժա Ավետիսյանի 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը եւ նշեմ, որ այսօր Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասել էր, որ Գյումրիի գործով Հայաստանում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության եւ արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը։ Նշեմ նաեւ, որ տարբեր հրապարակումների համաձայն թեպետ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենա Պերմյակովի դատավարությունը, նախաքննությունը, սակայն նա կդատվի Ռուսաստանի 5-րդ կայազորի դատարանում։ Մնացեք Civilnet-ի եթերում։